Փոքրիկ իշխանը, մաս 10-րդ։ Փոքրիկ իշխանը գտնվում էր 325, 326, 327, 328, 329 և 330 աստղակերպերի շրջանում, և նա որոշեց նախ և առաջ այցելել դրանց։ Այնտեղ կարող էր իր համար որևէ զբաղմունք գտնել և ինչ-որ բան սովորել։ Առաջին աստղակերպի վրա ապրում էր մի թագավոր։ Նա բազմել էր շատ հասարակ, բայց միևնույն ժամանակ մի վեհաշուկ գահի, ծիրանին և սպիտակ կզաքիսի մորթու զգեստը հագին։ Օհո, ահա և իմ հպատակը, փոքրիկ իշխանին տեսնելով բացականչեց թագավորը։ Էս ոնց ճանաչեց, ինքն իրեն հարցրեց փոքրիկ իշխանը, չէ՞ որ ինձ առաջին անգամ է տեսնում։ Նրա մտքով անգամ չէր անցնում, որ թագավորներն աշխարհի մասին շատ պարզունակ պատկերացում ունեն։ Նրանց համար բոլոր մարդիկ հպատակ են։ Մոտ արի, որպեսզի լավ տեսնեմ քեզ, հպարտ ասաց թագավորը։ Վերջապես գտնվել էր մի մարդ, որի համար ինքը կարող էր թագավոր լինել։ Փոքրիկ իշխանը հայացքով նստելու տեղ փնտրեց, սակայն թագավորի կզաքիսի մորթուց փառահեղ պատմուճանը ծածկել էր ամբողջ մոլորակը։ Եվ այդպես էր կանգնած մնաց, բայց քանի որ շատ էր հոգնած, մի լավ հորանջեց։ Թագավորի ներկայությամբ հորանջելը վարվելաձևի կանոնների խախտում է, ասաց միապետը։ Ես քեզ արգելում եմ հորանջել։ Կներեք, ես դիտավորյալ չարեցի, շփոթվեց փոքրիկ իշխանը։ Ես երկար ճանապարհ եմ անցել ու բոլորովին չեմ քնել։ Եթե այդպես է, ասաց թագավորը, ես քեզ հրամայում եմ հորանջել։ Վաղուց հորանջող մարդ չեմ տեսել։ Ուրիշի հորանջելն ինձ հաճույք է պատճառում։ Ուրեմն նորից հորանջիր։ Սա հրաման է։ Ամաչում եմ, էլ չեմ կարող, կմկմաց փոքրիկ իշխանն ու ամոթից կարմրեց։ Քրթմնջաց թագավորը, որ այդպես է, ես քեզ հրամայում եմ մերթ հորանջել։ Նա քթիթակ մրմրթում էր ու կարծես ինչ-որ բանից դժգոհ էր։ Որովհետև թագավորի համար ամենից կարևորն այն էր, որ բոլորն ընդունեն ու հարգեն իր հեղինակությունը։ Նա չէր հանդուրժում ոչ մի անհանգստություն։ Նա բացարձակ միապետ էր, բայց քանի որ շատ բարի թագավոր էր, միայն խելամիտ հրամաններ էր արձակում։ Եթե ես հրամայեմ, հաճախ ասում էր նա, եթե ես մի գեներալի հրամայեմ ճայ դառնալ, և եթե գեներալն ինձ չենթարկվի, ապա մեղավորը գեներալը չլինի, մեղավորը ես կլինեմ։ Թույլ կտաք նստել, մի տեսակ վախվորած հարցրեց փոքրիկ իշխանը։ Ես քեզ հրամայում եմ նստել, պատասխանեց թագավորը և արքայավայել շարժումով վեր քաշեց կզաքիսե պատմուճանի քղանցքը։ Բայց փոքրիկ իշխանը մի բան չէր հասկանում։ Մոլորակը փոքր էր, շատ փոքր։ Այդ ինչի վրա էր թագավորում միապետը։ Ձերդ մեծություն, ասաց նա։ Ներեցեք, կարող եմ մի հարց տալ։ Ես քեզ հրամայում եմ ինձ հարց տալ, անմիջապես ասաց թագավորը։ Ձերդ մեծությունը ինչի վրա է թագավորում։ Ամեն ինչի, պարզ ու անկեղծ պատասխանեց թագավորը։ Ամեն ինչի։ Թագավորը ձեռքի նուրբ շարժումով ընդգրկեց իր մոլորակը, ապա մյուս մոլորակներն ու աստղերը։ Այդ ամենի վրա, զարմացավ փոքրիկ իշխանը։ Այդ ամենի վրա, պատասխանեց թագավորը, որովհետև նա ոչ միայն բացարձակ միապետ էր, այլև տիեզերական միապետ։ Աստղերն էլ են ձեզ ենթարկվում։ Իհարկե, ասաց թագավորը։ Եվ ենթարկվում են նույն վայրկյանին, ես անկարգապահություն չեմ հանդուրժում։ Փոքրիկ իշխանը հիացած էր, այդ է որն է իշխանությունը։ Եթե ինքը նման իշխանություն ունենար, կարող էր մի օրվա ընթացքում ոչ թե 44, այլ 72 կամ նույնիսկ 100, նույնիսկ 200 արևամուտ տեսնել։ Եվ այն էլ առանց աթոռը տեղից շարժելու։ Ու քանի որ նա մի քիչ տխուր էր, որովհետև չէր կարողանում մոռանալ իր լքված մոլորակը, համարձակություն ունեցավ հայցելու թագավորի ողորմածությունը։ Շատ եմ ուզում արևամուտ տեսնել։ Հաճեցեք հրամայել արեգակին մայր մտնել։ Եթե ես մի գեներալի հրամայեմ թիթեռնիկի նման ծաղկից ծաղիկ թռչել կամ ողբերգություն գրել և կամ ճայ դառնալ, ու եթե գեներալը չկատարի իմ հրամանը, ապա ով կլինի մեղավորը։ Գեներալը, թե ես։ Իհարկե դուք, վստահ պատասխանեց փոքրիկ իշխանը։ Ճիշտ է, մարդուց պետք է պահանջես այն, ինչ նա կարող է անել։ Իշխանությունը նախ եւ առաջ ողջախոհություն է։ Եթե ժողովրդի հրամայես գնալ եւ ծովը լցվել, նա հեղափոխություն կանի։ Ես իրավունք ունեմ հնազանդություն պահանջելու, որովհետեւ խելացի հրամաններ եմ տալիս։ Իսկ իմ արևամուտը, հիշեցրեց փոքրիկ իշխանը։ Իր հարցերը նա երբեք անպատասխան չէր թողնում։
Դու կտեսնես քո ուզած արևամուտը։ Ես կպահանջեմ, որպեսզի արևը մայր մտնի, բայց ես, որ տիրապետում եմ կառավարելու արվեստին, ես կսպասեմ մինչև դրա համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Իսկ դա երբ կլինի, ցանկացավ իմանալ փոքրիկ իշխանը։ Քրթմնջաց թագավորը եւ սկսեց ուշադիր թերթել մի հաստափոր օրացույց։ Դա կլինի մոտավորապես, դա կլինի հենց այսօր, երեկոյան, մոտավորապես 7:49, եւ դու կտեսնես, թե ինչպես են ինձ հնազանդվում, փոքրիկ իշխանը հորանջեց։ Հազար ափսոս, որ այդպես էլ իր ուզած մայրամուտը չի տեսնելու։ Բացի այդ, նա արդեն սկսել էր ձանձրանալ։ Այստեղ այլևս անելիք չունեմ, ասաց նա թագավորին։ Ես պետք է գնամ։ Մի գնա, պատասխանեց թագավորը։ Նա այնքան հպարտ էր, որ վերջապես հպատակ ուներ։ Մի գնա, քեզ նախարարի պաշտոն կտամ։ Որ նախարարի։ Օրինակ արդարադատության։ Բայց այստեղ մարդ չկա, ում եմ դատելու։ Ինչ իմանաս, ասաց թագավորը։ Ես դեռ չեմ շրջել իմ թագավորությունում։ Արդեն ծերացել եմ, կարգի համար այստեղ տեղ չկա, իսկ ոտքով քայլել չեմ ուզում, հոգնում եմ։ Լավ է, ես արդեն ստուգել եմ, ասաց փոքրիկ իշխանը։ Նա կռացավ ու նորից նայեց մոլորակի հակառակ կողմը։ Այնտեղ նույնպես մարդ չկա։ Որ այդպես է, ինքդ կդատես, ասաց թագավորը։ Դա ամենադժվար բանն է։ Ավելի դժվար է ինքդ քեզ դատես, քան ուրիշներին։ Եթե քեզ հաջողվի ինքդ քեզ դատել, ուրեմն դու իսկական իմաստուն ես։ Ես կարող եմ ինքս ինձ դատել, որտեղ ցանկանամ, պատասխանեց փոքրիկ իշխանը։ Դրա համար պարտադիր չէ, որ այստեղ ապրեմ։ Քրթմնջաց թագավորը։ Հաստատ գիտեմ, որ իմ մոլորակի վրա ինչ որտեղ մի ծեր առնետ կա։ Ամեն գիշեր ես լսում եմ նրա ծվծվոցը։ Հենց այդ ծեր առնետին էլ կդատես։ Ժամանակ առ ժամանակ նրան մահվան դատապարտիր, այսպիսով նրա կյանքը կախված կլինի քո կայացրած որոշումից, բայց խորհուրդ եմ տալիս ամեն անգամ ներում շնորհես, որպիսի պահպանես նրան։ Մեր ունեցած-չունեցածն այդ մի առնետն է։ Ես չեմ սիրում մահվան դատավճիռներ կայացնել, պատասխանեց փոքրիկ իշխանը, եւ ես վստահ եմ, որ պետք է գնամ։ Ոչ մի դեպքում, ասաց թագավորը։ Փոքրիկ իշխանը հաստատ որոշել էր մեկնել, բայց չէր ցանկանում վշտացնել ծեր միապետին։ Ձեր գերազանցություն, ասաց նա։ Եթե դուք ցանկանում եք, որպեսզի բոլորը հնազանդվեն ձեզ, ուրեմն հիմա մի ողջամիտ հրաման արձակեք։ Օրինակ կարող եք ինձ հրամայել անմիջապես հեռանալ այստեղից։ Կարծում եմ դրա համար բարենպաստ պայմաններ կան։ Թագավորը պատասխան չուներ։ Փոքրիկ իշխանը մի պահ վարանեց, հետո խորը հոգոց հանեց ու ճանապարհ ընկավ։ Քեզ նշանակում եմ իմ դեսպանը, նրա ետևից ձայն տվեց թագավորը։ Նա հզոր իշխանություն ունեցող մարդու տեսք ուներ։ Բոլոր մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են, մտածում էր փոքրիկ իշխանը ամբողջ ճանապարհորդության ընթացքում։